Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 25-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե պատերազմը ավարտվել է, զինադադար է Իսրայել-Իրան, բայց դեռ չի նշանակում, որ ամեն ինչ խաղաղվել է, դեռ զարգացումներ են սպասվում, ուկրաինական ճակատում բավական թեժ է, քաղաքական առումով նաև վերաբերմունքը ուկրաինական ճակատին նույնպես լրջորեն դիրքավորվում են, մի հատ հասկանանք, թե արդյունքում ինչ է սպասվում։ Բայց սկսենք ուղղակի հայաստանյան իրադարձություններից, այսօր ամենասկանդալայինը քննարկվում էր, որ բացահայտվել է հեղաշրջման փորձը սրբազան պայքարի տեսքով։ Հիմա հասկանանք դա Իրանից ինչ է ներկայացնում, շատ կարճ կանրադառնամ, որովհետև այդ թեման գիտեք, այն օրակարգն է, որով որ առաջիկա ընտրություններին պետք է գնա։ Նախ ասեմ, եթե վատը որն է մեր հասարակության մեջ, որ հիմա այն ինչ որ բացահայտվել է, հասարակության հսկայական զանգվածի մոտ կա այսպիսի տպավորություն։ Այս իշխանությունները ինչ ուզենան կսարքեն։ Ինչ էլ ցույց տան, ինչ էլ նկարագրեն, այդ սարքած է եւ այլ եւ այլ։ Եվ մեկ էլ նույն մարդկանց մոտ կա տպավորություն, որ այս ընդդիմությունը, այս նախկինները իշխանության գալու համար ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի։ Այսինքն պատկերացնում եք, եւ հավատում են սարքածին եւ հավատում են իրականությանը, որովհետեւ նրանք ընդունակ են դրան։ Էսա մեր մթնոլորտը խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ այս երեք ուժն են ներկայացված խորհրդարանում, որից մեկն էլ իշխող ուժ ձևավորել է կառավարություն։ Պատկերացնում եք հասարակության վերաբերմունքը եւ մթնոլորտը երկրում։ Դրա համար անկախ ամեն ինչից հիմա այսպես ասեմ, իմ պատկերացումը մենակ այս իրադարձության հետ կապված չէ, միշտ ես իմ 20 տարուց ավել հրապարակային գործունեության մեջ կտրականապես մերժել եմ ուժով արուն թափելով իշխանության գալու գաղափարը։ Շատերը միշտ էլ ասել են, նաև նախկին իշխանությունների օրոք, բա եթե իշխանությունից ուրիշ ձևով ազատվելու տարբերակ չկա, բա ինչ անենք։ Նույնիսկ եթե ուրիշ ազատվելու տարբերակ չկա, փորձենք հասնենք նրան, որ հասարակությունը այնքան գիտակցություն ունենա, փողոց լցվելով այնպես վախացնի իշխանությանը, որ այդպես իշխանափոխություն եղել է շատ երկրներում, որովհետև իշխանությունն է վախեցել այդ ալիքից, եւ այդ ալիքը անգամ իշխանությունն է արուն թափել եւ դրա համար խիստ պատասխան տվել օրենքի առաջ, երբ որ կորցրել է իշխանությունը, բայց ոչ մի պարագայում ես դա չեմ ընդունել նորմալ տարբերակ։ Նաեւ ամենակարևորը, նաեւ ասեմ այն մարդկանց համար, ովքեր ասում են, բա ուրիշ ինչ անենք, եթե տեսնում ենք չի ստացվում։ Հիմա տեսեք, եղել է շարժում, կոնկրետ օրինակ բերենք, Բագրատ Գալստանյանի շարժումը, որը ի սկզբանե շատերը ոգևորված էին, ես ասեցի, որ նոր մարդ են մտցրել հները Բագրատ Բեխաբարին, որը գործից ընդհանրապես անտեղյակ, քաղաքական ու քաղաքագիտական մի հատ միտք չարտահայտող մարդը հավակնում է դառնալ երկրի վարչապետ, խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում։ Լրիվ աբսուրդ բան է, շատ են խոսել, չեմ ուզում դա կրկնեմ, նույնիսկ այն ժամանակ, որ մարդիկ շատ ոգևորված էին ու մեղադրում էին, թե ինչի չեք միանում։ Բայց մենակ խնդիրը նա չի, տեսեք, ենթադրենք ուժով եկան իշխանության, արուն թափելով եկան իշխանության։ Իրանք նենց չի, չէ, որ իշխանությունը վերցրեցին, պետք է ասեն, դե բերեք ազատ արդար ընտրություն անցկացնենք, ով կընտրվի, կընտրվի։ Իհարկե ոչ, որովհետև կարող է իմ նման մեկը ընտրվի եւ իրանց որպես մարդասպան դատի։ Իրանց դա ձեռնտու չի։ Իրանք, եթե իշխանությունը արուն թափելով վերցրեցին, այդ իշխանությունը երկրում հաստատելու են զինվորական դիկտատուրա։ Օբյեկտիվորեն, այդտեղ ուրիշ բան լինել ուղղակի չի կարող։ Մինչև որոշ ժամանակ, մինչև որ ամեն հարց լուծեն կարգավորեն, նոր ասնեն ընտրության։ Բայց ուշադրություն դարձրեք, երբ որ դու զինված հեղաշրջման ես գնում ու չես գնում ընտրության եւ զինված հեղաշրջումով իշխանություն ես վերցնում, այդ իշխանությունը լեգիտիմ չի ճանաչում աշխարհի կողմից։ Որևէ աջակցություն, ոչ քաղաքական, ոչ ռազմական, ոչ տնտեսական դու չես ստանա մինչև ընտրություն անելը։
Իսկ այդ պարագայում կարող են օգտվել առիթից քո թշնամիները եւ հարձակվեն քո երկրի վրա։ Նույնիսկ եթե դու ազնիվ նպատակով մտածում ես, որ գանք իշխանության, որ կանխենք մեր երկրի վրա հարձակումը, դու նպաստում ես, որ հարձակվեն։ Ուշադրություն դարձրեք 2018 թվականի հեղափոխության ժամանակ, որ այդ հեղափոխությանը կարելի է վերաբերել խիստ վերապահումով։ Այդ այն ժամանակ էինք հեղափոխություն ասում։ Հիմա երբ որ ամեն ինչ բոլորին պարզ է, դե դա ոնց պասերով սարքեցին Սերժ Սարգսյանի հետ, արդեն դժվար թե հեղափոխություն անվանես, մանավանդ 7 տարում որևէ հեղափոխական բան տեղի չի ունեցել։ Բայց նույնիսկ այդ պարագայում, երբ որ փողոցում իշխանությունը Նիկոլ Փաշինյանը վերցրել էր եւ մոտեցել էր կառավարության շենքին, որ մտներ ներստրադեմը ոչ մի ոստիկան չէր կանգնի, որ գնար աթոռին նստեր, բայց նա ասեց ոչ, քվեարկեք, ինձ լեգիտիմացրեք, եւ դա քվեարկեցին հանրապետական կուսակցությունը, քվեարկեցին դաշնակները, միացան եւ այլն, բոլորը չթվարկեն, թե ինչ տեղի ունեցավ։ Այսինքն նույնիսկ ժողովրդի ուժով ճնշմամբ իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանին հասկացրեցին, որ լեգիտիմացրու դա, որովհետեւ փողոցից աթոռին նստած մարդու հետ ոչ մեկը չի հարաբերվի։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, եթե լեգիտիմության խնդրեմ չունեցող Նիկոլ Փաշինյանը աշներիս առաջ Հայաստանի շահերը զիջում է։ Այն մարդը, որը իսկ կարող է չզիջել, զիջում է, որովհետև լեգիտիմությունը հնարավորություն է տալիս չզիջել։ Իսկ այն իշխանությունը, որը գալու է փողոցից վերցնի, նա եթե ցանկություն ունենա չզիջի, նրա վրա կարող են հարձակվել եւ ինքը բավական թույլ գտնվի եւ որևէ մեկը նրան չաջակցի։ Ես ուզում եմ ասեմ, երբ որ նույնիսկ ամենաբարի նպատակներով ցանկանում են արուն թափել, այդտեղ ես չկամ։ Ուսա առաջի դեպքը չի այնքան առիթ լնում, որ ասենք ասել են կմիանաս, թե չասել եմ երկրորդ բառը անգամ լսել չեմ ուզում։ Ոչ միայն հիմա, այս ուղղակի ուզում եմ ասեմ, եթե ես ստորագրությամբ չեմ միանա նախկիններին, ինչու պետք է միանամ արուն թափելու գնով։ Կարող եք բացատրել։ Այսինքն դա ընդհանրապես չի քննարկվում։ Ես ուզում եմ ասել, երբ որ հիմա ցույց են տալիս, որ տեսեք հեղաշրջում էին անում այս կողմեկում, բայց մինչև այդ հեղաշրջումը նորա չէ բացահայտվել, մենք ինչ գիտեինք։ Բայց մինչև հեղաշրջումը այդ մարդիկ, որ մարդիկ էին որոնում, մարդիկ էին մանգալի, ֆանտաստիկ փողեր էին ծախսում, որ իրանց համար աշխատանք տանեն։ Միտեղ կարող է պատահաբար մազգանունը գտած լինեք, չէ։ Նույնիսկ ձևական գտած լինեք, չի կարող լինել, թե չեն կարող ապացուցել։ Ինչի։ Մենք փողի կարիք չունենք, մենք չենք ուզում լավ ապրենք, հա։ Ուղղակի սկզբունքորեն տենց բանի մեջ չես մտնի։ Նույնիսկ չիմանալով, որ դրա թիկունքին զինված հեղաշրջում է։ Այսինքն չկարծեք, որ երբ որ ասում են մեծ թվով մարդկանց հավաքագրում են, այն մարդկանց ռեսուրս են ծախսում, հավաքագրում են նրանց, ովքեր պատրաստ են հավաքագրվել, ովքեր այսպես սպասում են, որ իրանց հավաքագրեն, ովքեր իրանց առաջարկում են։ Ժողովուրդ ջան, էդ էլ բերեք հաշվի առնենք, էլի։ Այնպես որ ուզեմ ասում, լավ է, որ բացահայտվել է այդ ամեն ինչը ձեր աչքի առաջին է։ Իրան հարգող որևէ մարդու այդ գրավվածների մեջ, ներգրավվածների մեջ հանդիպել եք, չեք հանդիպել, չէ։ Ամեն ինչ պարզ ձեր աչքի առաջ է։ Սա է։ Դրա համար եմ ասում, բայց սա հարցի մի կողմն է։ Իշխանությունը, որը հանկարծ չփորձի այդ նախկինների արածը, տեղից էլ մենք նախկիներին ասում ենք ընդհանրապես թե մոռանան վերադարձի մասին։ Նրանց նկատմամբ տարվող քաղաքականությունը ձեռքերն ազատի ընդհանրապես բռնաճնշումներ ազատ խոսքի նկատմամբ կամ իրանց ընդդիմախոսների նկատմամբ։ Սա է շատ կարևոր, որովհետև մեր իշխանությունները կարող են դա շատ լավ ոգևորվել։ Առավել ևս մեր ուշադրությունը շեղել են հանգամանքից, որ ի վերջո ես 2 օր այդ հարցը բարձրացնում եմ, մինչև այսօր մեկը ինչ չասեց։ Այդ հարցը պարզել ենք։ Ես լրագրող չեմ, որ լրագրողական հարցում անեմ։ Մեծ հարգանքով եմ վերաբերում լրագրողական աշխատանքին։ Օգնեք ինձ հարցում չուղարկեմ։ Օգնեք այդ հարցումը ուղարկեք արգոժնախարարություն եւ ասեք, ես ուզում եմ իմանամ իսլամական համագործակցության կազմակերպությունում Հայաստանին դատապարտող փաստաթղթին Իրանը միացել է թե չէ, եթե չի միացել, ինչ հայտարարություն արել, որ չի միացել, եթե միացել է, բա դուք ո՞նց էիք սատարում Իրան։ Ոնց էիք դատապարտում նրա հակառակորդին։ Ուզում եմ ես իմանամ, երբ որ մենք հույսներս դնում ենք, որ Իրանը ասել է Հայաստանը կարմիր գիծ է, լավ որ ասել ենք մեկը լինի Իրան պաշտպան, լա դա դնենք մի կողմ, նույնիսկ այս վիճակում որ կա։ Եթե Իրանն ասում է Հայաստանը կարմիր գիծ է, բայց դատապարտում է Հայաստանը, որ 300,000 ադրբեջանցի չես բերում Հայաստան։ Դուք այդ Իրանի վրա ո՞նց եք հույս դնում։
Այսինքն մեր 3 հարևանները մենք ռեգիոնալ քաղաքականություն ենք վարում, Հայաստանին դատապարտում են եւ պահանջում, որ 300,000 ադրբեջանցի վերադառնան։ Սա նայենք, բա ում հետ ենք խաղաղության գնում։ Բայց հարցը պարզ է, չէ՞։ Ու երբ որ մենք ասում ենք, որ երկրում կարող է հանկարծ լինի այնպես, որ ներդրումային միջավայրը խաթարվի, շատերը մտածեն, որ բիզնես խլելը լավ չի, կապ չունի, անգամ ինչու մեղադրես, բիզնեսմենը ուրիշ լոգիկայով է մտածում, ասում է՝ «Մերո պեշարից հեռու, ինչ գործ ունեմ, դա անեմ», եւ այդ ժամանակ մտածում է՝ «Բա իշխանությունը դա չի վախենում», ոչ չի վախենում, որտեւ ինքը գիտի, որ երբ որ դարպասները բացեց, Թուրքիան ու Ադրբեջանը նպատակային ներդրում են անելու Հայաստանում։ Եվ հիմա այս փսիխոզը, այս հիստերիան, իբր թե Ռուսաստանը ցանկանում է իշխանապողություն, կարելի է կարծել Ռուսաստանը իշխանապողությունում Նիկոլ Փաշինյանին փոխի ում բերի։ Ինչը Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանից լավ կադր ունի, այս ուղղակի մի բանի համար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանում իր կողմնակիցներին արդարացնեն։ Ռուսաստանից փոխվելու համար, այո, պետք է դռները բացենք Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ։ Բավական է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ համագործակցենք, Ռուսաստանը ավտոմատ կերպով տարածաշրջանից դուրս կգա։ Ռուսաստանը ավտոմատ կերպով տարածաշրջանից դուրս չի գա, բայց դուք նպատակային ուզում եք վերացնել Հայաստան պետությունը։ Դուք հրաշալի գիտեք, որ նրանք անելու են ներդրումներ նպատակային, կոնկրետ գալու են ներդրում անեն։ Դարպասը բացեցիր, մոռացի գյուղատնտեսության մասին, այդ դրած մի կողմ։ Մյուսը լավ գիտեք, որ գալու են ներդրումներ անեն եւ սենց վերցնեն Հայաստանը սրբեն տանեն։ Այսինքն դուք համաձայն եք դրան։ Մի ասեք, որ դուք պայքարում եք Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի դեմ պայքարողը արևմուտքի կողմ է գնում։ Ռուսաստանի դեմ պայքարողը Թուրքիայի տակ չի մտնում։ Հերիքա մարդկանց թյուրիմացության մեջ գցեք։ Ու այն ինչ որ հիմա կատարվում է եւ այս պարագայում ինչ էլ որ երկրի ներսում բացահայտեն ինչ էլ որ կատարվեն, այն ինչ վտանգ որ մեզ դրսից սպասվում է, դրա հետ կապված մենք պարբերաբար պետք է անդրադառնանք ու բացատրենք, որովհետեւ դուք արդեն հրաշալի տեսնում եք, որ այն ինչ որ մեզ սպասում է, այսինքն Նիկոլ Փաշինյանը գնում է Էրդողանի հետ հանդիպում, Էրդողանի հետ հանդիպումից առաջ Ալիևը գնում է ասում է, այս ինչ եմ ուզում մաքսիմալ, դրանից հետո Փաշինյանը գոհ ուրախ գալիս է, աննախադեպ հանդիպումն է ներկայացնում, դրանից հետո մեր դեմ բանաձև են ընդունում Թուրքիան, Ադրբեջանը, որի հետ շուտով Նիկոլ Փաշինյանը ցուցումները Էրդողանից ստանալուց հետո պետք է գնա որ Ալիևի պահանջներն էլ արդեն տեղում ասի, որ ես սրանք ընդունել եմ, դե հիմա ասա ինչ եմ անելու։ Եվ այդ պարագայում մենք էլ իմանում ենք, որ արևմուտքին ասում է, որ գիտեք ինչ, ես ձեզ դատապարտում եմ, որտեղ չես կարող ասել Իսրայել, 100 անգամ ենք խոսել, կարող է Իսրայելին չընդունես, կարող է հրյաներին չընդունես, դա քո իրավունքն է, բայց դու իմացի ովքեր են նրա հետևով կանգնած, դու ավտոմատ կերպով դատապարտում ես հետևին կանգնածներին, նույնիսկ եթե մենք համարենք մի բան ճիշտ են արել, մի բան սխալ, դու ավտոմատ ասում ես վիզաների ազատականացում եվրոպական ամենաառանցքային դերակատար ունեցող երկրները կանգնած էին Իսրայելի թիկունքին, անկախ նայես դու լավ ընդունես դա թե վատ, այդ ամեն ինչը նրանց բոլոր թղթերին նրանց սեղանին դրվում է, Հայաստանը այսպես վարվեց, մեզ համարեց ագրեսոր, այն Իրանին պաշտպանեց, որը դրոններն ու բալեստիկ հրթիռները տալիս է Ռուսաստանի, խփում է Ուկրաինային, եւ մենք մեր հարկատուների փողերով պաշտպանական համակարգեր ենք տալիս Ուկրաինային, նրանք այդ ձևով են մտածում, նրանք հայկական ճաշակով չեն մտածում, թե դու ում ես սիրում, ում չես սիրում, հետո զարմանում եք, որ գնում եք բախվում եք պրոբլեմների, հետո ասում եք որտեղից առաջացավ, մեզ ինչի չեն սիրում, այս սրա համար չեն սիրում, այսինքն այսօր Հայաստանի ներսում կատարվողը պետք է հանգեցնի նրան, որ մարդիկ վախենան, ինչ որ բաներ ձևակերպեն, որտեղ կարող է պրոբլեմներ ունենան, իսկ այդ պարագայում դռները բացել Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ, որպեսզի երկրի ներսում դիմադրություն չլինի։ Ես միանշանակ ասեցի, եթե ես ձայն չեմ տա իմ ծիտիկ դնելով մի ուժի, ակնհայտորեն չեմ կանգնի այդ ուժի կողքին, որը ուժ կիրառելով ցանկանում է իշխանություն վերցնել։ Դա միանշան։ Նույնիսկ իմ էջում, եթե որևէ մեկը կոչ է անում նյութի տակ, գրում է պետք է գնա սրան սպանել, նրան սպանել, մեր տղաները ով նկատում է անմիջապես ջնջում է, որ մեր ալիքի տակը որևէ մեկը բռնության կոչ չանի եւ այդ առիթը չօգտագործեն
դիմեն բողոքեն YouTube-ին, ասեն բռնություն են տարածում, դնեն ալիքը սահմանափակեն։ Դա նպատակային է արվում, ժողովուրդ ջան։ Իսկ որ դուք հիմա այդ ամեն ինչը կարդացիք, հասկացաք, չէ, նպատակային ոնց են ցանկանում լռեցնել։ Ու ձեզ չթվա թե դման կարգի բաները մեզ էլ չեն ասում։ Ես քանի օր առաջ որ ասեցի, որ հատուկ ասում են, տեսես այս իշխանությունը փոխվի, ռուսները գան, տես ինչ են կանելու քեզ, անգամ ինձ են ասել, ընդամենը ազատ խոսքի համար, որևէ ուժ չեմ կիրառել որևէ մեկի դեմ։ Այս մարդիկ ագրեսիվ են, որտեվ իրանք գիտեն գլուխ ջարդելով իշխանության են գալու։ Ուղղակի ոչ մեկի խոսքը իրանց դուր չի գալի։ Մարդը ասում է, ինչ ես խոսում, ասում եմ, լսի, սա ամերիկյան ալիք է գրանցված, Հայաստանում չի գրանցված։ Եվ ես իմ ազատ խոսքն եմ ասում, ոչ մեկը քեզ չի ստիպում ինձ լսել։ Եթե չես ուզում մի լսի, ոչ, ասում ես չեմ ուզում, որ ուրիշը լսի։ Ես քեզ թույլ չեմ տա, որ ուրիշը լսի։ Այս է այդ մարդկանց մոտեցումը։ Իդեպ ասեմ, երկու կողմից է չիմանաք մենակ ընդդիմության կողմից։ Ուզեմ ասեմ, այդ մթնոլորտը մենք հրաշալի գիտենք, բռնությամբ ազատ խոսքը ճնշելու հրաշալի գիտենք ինչ է կատարվում։ Դրա համար դա միանշանակ անընդունելի է, բայց ոչ մի կերպ իշխանությունը իր սխալները չարդարացնի նրանցով։ Այդ տեսեք երկիրը փրկում եմ դիկտատուրա հաստատելով։ Շատ շնորհակալ ենք, իրանց ուզում ես փրկես, գնա փրկի, ինչ ես ուզում անես, գնա արա։ Միևնույնն է, նրանք չլինեին ինչ որ մի բան պետք է հորինեիք, որ 26 թվականի պայքարի համար շատ լավ թիրախնդրեիք։ Հիմա դատական պրոցես կմտնեք, մի տարի sense կձգեք, ամեն օր կհարցակնեք, օրակարգը կլսնեք։ Դրա համար ուզում եմ սրանով սահմանափակվեմ, որովհետև ես էլ իրանց օրակարգի մեջ չտեղավորվեմ։ Պարզապես ուղղակի ասեցի, որ արտարոց բաներ կատարվել, չմտածեք, թե չուզեցա արձագանք է։ Իսկ հիմա նայենք այն ինչը որ մեզ ուղղակի վերաբերվում է։ Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասում է, Հագայում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցերը։ Էրդողանը ողջունել է Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի ջանքերի շնորհիվ, եւ մաղթել է, որ նա մշտական լինի։ Ընդգծել սերտ երկխոսության կարեւորությունը Գազայում հումանիտար ողբերգության շուտապույտ դադարեցման եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման համար։ Սա ինչու համար առաջինը կարդացի Էրդողանի եւ Տրամպի հանդիպումը, որովհետեւ առանձնահատուկ ձևով Տրամպը Էրդողանի դերակատարությունը կարևորում է, ու դա մեզ համար անհանգստացնող է։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար շատ օգտակար բան, որովհետև ինքը մտածում է, որ Թուրքիայի միջոցով կհաղորդակցվեն աշխարհի հետ, դրա համար ինչ խնդրեմ ունեն, որ միայն ուրախ են, որ Թուրքիան էլ Էրդողանի հետ ցանկացած հարց լուծի եւ Թուրքիան դառնա դերակատար տարածաշրջանի մոդերատոր, այսպես ասած, իր հովանու ներքո կատարվի այդ ամեն ինչը։ Բայց մեզ համար դա անընդունելի է, որովհետև եթե Թուրքիան իր դերակատարությունը մեծացրեց, նա ուղղակի ազդեցությունն է տարածելու։ Ու պատահական չի, որ երբ որ մեր իշխանությունները գլխապատառ ասցին, որ դատապարտում ենք Իսրայելին եւ պաշտպանում Իրանին, նաեւ այն պարզ պատճառով, որ Իրանին էլ պարզ էր, որ Հայաստանի իշխանությունները Սյունիքով ճանապարհը Ռուսաստանի վերահսկողության տակ չեն ուզում։ Ադրբեջանն էլ Հայաստանի վերահսկողության տակ չի ուզում։ Ու հիմա ման են գալիս ուրիշ օպերատոր։ Մենակ խոսքը վերահսկողությունը չի։ Սպասարկման խնդիրներ ա նաև, որտեղ Ադրբեջանին մեր իշխանություններն ասում են, «Էլ ինչ ես ուզում, ազատ տեղաշարժ ենք տալիս քեզ, արի ազատ գնա, անգամ չենք էլ ստուգելու, սկաներները կդնենք, ստուգենք, իսկի բեռը չենք կանգնացնի», ասում է, «Չէ, հարց չի ծագում, իսկ ինչին են դեմ, բա ինչ են ուզում»։ Ընդհանրապես չեն ուզում, որ անգամ այդ սկաները օգտագործի Հայաստանի իշխանությունները։ Ասում են, քու տարածքով կանցնենք, բայց վերահսկողությունը քոնը չի լինի։ Ուրեմն Հայաստանը չի ուզում Ռուսաստանին, ոչ միայն Հայաստանը, որովհետև Հայաստանին էլ ասում են մի ուզի, Ադրբեջանը չի ուզում Հայաստանին, կոմպրոմիսը ո՞րն է։ Կոմպրոմիսը արևմուտքին հանձնելն է։ Կոմպրոմիսը դա Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ կամ երկուսը միասին որևէ օպերատոր, որ այդ խնդիրները լուծվի։ Մի բան, որ կարող է Իրանին դուրս չգա, բայց մի բան, որի հետ կապված դերակատարությունը կունենա Թուրքիան, որը իդեալական համապատասխանում է Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի շահերին, բայց համապատասխանում է Հայաստանի շահերին։ Դա անկախ նրանից, որպեսզի սենց միամիտ տարբերակ լինի
արևմտյան որևէ կառույց գալիս է սպասարկման խնդիր է լուծում, օպերատորություն անում, ոչ միայն վերահսկողություն, եւ դրան տեղականգնում Թուրքիան։ Ահա սա է, որը որ այդ ճանապարհի պարագայում ասում են, դե Ժորժ ջան, ինչ ա եղել, բա դուք ինչի եք բողոքում, արևմուտքն է, էլի եք բողոքում, ուրեմն դա նշանակում է դուք Նիկոլ Փաշինյանով մահանա եք մանգալի, բա արևմուտքից էլ եք դժգոհ, չէ, դժգոհ ենք, որ այդ արևմուտքի հետ կապված պայմանավորվածությունը տիրություն անելու է Թուրքիան, այդքանը մենք շատ լավ իրարից տարբերում ենք։ Այդ դրա համար հիմա շարունակությունը նայենք, թե աշխարհում ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը դրական է բնութագրել Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի պահպանման շուրջ ստեղծված իրավիճակը։ Հրադադարի հաստատումը հաղթանակ էր բոլորի, այդ թվում Իրանի համար։ Մենք հսկայական հաղթանակ տարանք, հսկայական հարված հասցրեցինք, չեմ կարծում, որ նրանք այնտեղ էին ներքևում հարվածի ժամանակ, քանի որ նրանք գիտեին, որ մենք գալու ենք։ Այնպես որ ես կարծում եմ, որ դա հսկայական հաղթանակ էր բոլորի համար, ներառյալ Իրանի։ Նրանք դեռ ունեն երկիրը իրենց տրամադրության տակ, նրանք նավթ ունեն եւ շատ խելացի մարդիկ են, ասել է Տրամփը։ Հիմա նայենք հսկայական հաղթանակի մասին է խոսքում։ Հիմա նայենք Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է. Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից։ Իսրայելի հետ 12 օրյա պատերազմից հետո Թեհրանն ավելի վճռական է դարձել։ Մենք չափազանց շատ բան ենք ներդրել այդ տեխնոլոգիաների մեջ, գիտնականները զոհվեցին, ժողովուրդը հանդուրժեց պատժամիջոցները, մեզ պատերազմ պարտադրեցին, իրականում ոչ ոք չի հրաժարվի այդ ծրագրից։ Այն միշտ եղել է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ, ասել է Արաղչին։ Այսինքն իրանք համարում են, որ իրանք հաղթել են եւ զիջելու ոչինչ չունեն։ Հիմա նայենք Իսրայելն ինչ է ասում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. մենք հասել ենք պատմական հաղթանակի, որը կմնա սերունդներ շարունակ։ Մենք վերցրել ենք երկու անմիջական գոյության սպառնալիք, վերացրել ենք միջուկային ռումբերի կողմից ոչնչացման սպառնալիքը եւ 20,000 բալիստիկ հրթիռների ոչնչացման սպառնալիքը, ասել է Նեթանյահուն։ Իսրայելը սառեցրել է Իրանի միջուկային նախագիծը։ Եթե որևէ մեկը փորձի կենթանացնել այդ նախագիծը, մենք կգործենք նույն վճռականությամբ եւ ուժով, խափանելու նման ցանկացած փորձ։ Իրանը միջուկային զենք չունենա, եզրափակել է Նեթանյահուն։ Ինչ ասում Իրանի նախագահը։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակին, ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում։ Պեզեշքյանի խոսքով Իսրայելում Իրանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների հետևանքով ավերածությունների մասշտաբները աշխարհին ցույց տվեցին, որ այս արկածախնդրության գինը Իրանի նման մեծ երկրի դեմ սարսափելի էր։ Երեկ էլ հարցազրույցի ժամանակ հրավիրված էի միտեղ, ասեցի, որ ժամանակին, երբ որ առաջնորդվում էին Զբիգնև Բժեզինսկու հայտնի աշխատությունով մեծ շախմատային տախտակ եւ համարում էին, որ շախմատային խաղերը էլի քայլերը արվելու արտաքին քաղաքականության մեջ, ցավալիորեն հիմա իշխանության են եկել նարդի խաղացողները, բոլորը հաղթել են, բոլորը գլուխները գովում են, որ դիմացինը խաղացող չի։ Այդ դա է խնդրեմը, քանի որ ես նենց նարդու մեծ բարպետ ու սիրահար չեմ, միշտ դժվարությամբ եմ կարողանում մեկնաբանել այս գլուխկովանների վարքագիծը, որ բոլորը հաղթել են։ Բայց հիմա արդյունքում մենք դիրքավորվել էինք մի ձևով ու շատ վատ էին կարևոր դիրքավորվել էինք։ Ու մեր դիրքավորումից հետո, եթե մենք ողջունում ենք Իրանին, դատապարտում մյուսներին եւ դրանից հետո Իրանը դատապարտում է Հայաստանին, մենք հիմա հասկանանք, բա մենք ում հետ ենք։ Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է. մենք ավարտել ենք կարևոր փուլ, բայց Իրանի դեմ արշավը չի ավարտվել։ Մենք մտնում ենք նոր փուլ, հիմնվելով ներկայիս փուլի նվաճումների վրա, ասել է Էյալ Զամիրը։ Այսինքն տեսեք, այս մարդիկ չեն համարում, որ պատերազմը ավարտված է։ Ասում են շնորհավորում ենք իրար, ողջունում ենք, այս ամեն ինչ լավ է, այս կողմ ենք հանգստացեք, ամեն ինչ լավ է, մեր մոտ է որոշ մարդիկ ասում են, բա տեսակ պատերազմը Հայաստան չմտավ, բա անհանգստանում էիք, մեզ էլ անհանգստացնում էիք։ Պատերազմը Հայաստան չմտավ, որովհետև այն ինչ որ Հայաստանը զիջելու է, առանց պատերազմի է զիջում։ Այն մի հատ չեք ուզում հարցնեք Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ գնացածներին։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է, եթե Թուրքիայից որևէ մեկը գար Հայաստանի վարչապետ ընտրվեր, այդքան բան Թուրքիային կառաջարկեր։
Պատերազմը կդիմեն այն ժամանակ, երբ որ սեղանի վրա իրանց ուզածը չեն ստանում։ Իսկ հիմա ինչպես տեսնում եք, լարվածությունը շարունակվում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. ԱՄՆ նոր հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը, բայց ես այլևս ստիպված չեմ լինի անհանգստանալ այդ մասին։ Այն անհետացավ երկար տարիներով, այն վերականգնելը շատ դժվար կլինի, որովհետև ամեն ինչ ավերված է, ասել է Տրամփը։ Ուշադրություն, Իրանը ասում է, որ մեզ շարունակելու եմ հարստացնել ուրանը, Ամերիկան էլ ասում է հենց վերականգնես խփելու եմ, բայց մեզ ասում են զինադադարա, մեր մոտ էլ ասում են տեսակ, որ մենք ներքին խնդիրներով էինք զբաղված, մենք ճիշտ էինք, որտեղ ոչ մի վտանգ չկար։ Այդ վտանգը նա էր, որ դուք դիրքավորվեցիք Իրանին պաշտպանեցիք, Իրանն էլ միացավ Թուրքիային, Ադրբեջանին, մեզ դատապարտեց։ Իրանի խորհրդարանում այն բանից հետո, երբ պատգամավորները քվեարկեցին ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օգտին, դահլեճում սկսեցին վանկարկել. մահ Ամերիկային, մահ Իսրայելին։ Ժողովուրդ, վերջացել է պատերազմը։ Խորհրդարանում է, ես չեմ ասում փողոցում, խորհրդարանում գոռում են մահ Ամերիկային, մահ Իսրայելին եւ քվեարկում են, որպեսի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը այլևս Իրանում վերահսկողություն չսահմանի։ Դա նշանակում է իրան գաղտնի ինչ էլ որ անեն, ոչ մեկը դրա մասին չի իմանա։ Բայց սա վտանգ չի մեզ համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմն ավարտվել է, նրանք երկուսն էլ հոգնած եւ ուժասպառ են։ Նրանք շատ դժվար կռվեցին եւ երկուսն էլ գոհ էին, որ պատերազմն ավարտվել է։ Կարծում եմ մի օր այն կարող է նորից վերսկսել, շեշտել է Տրամփը։ Այսինչ աչքալուսանք էր։ Այսինքն պատերազմը ընդհանրապես դադարեցրել էին, որովհետեւ հոգնել էին։ Հիմա երբ որ մի քիչ հանգստանան, պատերազմը սկսելու են, եւ դա ասում է այն երկիրը, որը պատերազմը դադարեցնելու հետ կապված հայտարարությունն է արել։ Մնացածն էլ մենք եզրակացնենք, թե ինչ իրավիճակ է մեր շուրջ եւ աշխարհում, որովհետեւ հիմա նաեւ ուկրաինական աներողություն իրանական էս պատերազմից հետո հարցը առաջանում, թե ինչպես են դիրքավորվելու նաև ուկրաինական պատերազմի հետ կապված նոր աշխարհակարգի հետ կապված, որտեղ իրավիճակ փոխվեց դրա հետ կապված, ով ինչ դիրք բռնեց։ Իդեպ անորոշությունը ավելացել է, ոչ թե պակասել։ Ու դա է պատճառը, որ պետք է բավական ուշադիր լինել։ Հագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողները Դոնալդ Տրամփին հարցրել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ նրա առաջիկա հանդիպման մասին։ Իհարկե, մենք կքննարկենք նրա դժվարությունները։ Զելենսկին լավ տղա է, ասել է Տրամփը հավելելով, կտեսնենք, ես շատ եմ խոսել Պուտինի հետ եւ նա անկեղծ ասած շատ սիրալիր է եղել։ Նա առաջարկել է օգնել Իրանի հարցում, ես ասացի ոչ, ինձ օգնություն պետք չէ Իրանի հարցում, ինձ օգնություն է պետք Ռուսաստանի հարցում։ Մեզ ծառայություն մատուցիր, օգնիր մեզ Ռուսաստանի հարցում, ոչ թե Իրանի։ Բայց նա շատ սիրալիր է։ Դե բավական է Դոնալդ Տրամփի սիրալիր լինի, այդ արդեն վերջ, ինքը ամեն ինչ կընդունի։ Հագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահները Դոնալդ Տրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հանդիպումից հետո հայտարարել է, որ երկարատև եւ բովանդակալից հանդիպում է ունեցել Դոնալդ Տրամփի հետ։ Մենք քննարկեցինք բոլոր իսկապես կարևոր հարցերը։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին, շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Նահանգներին։ Մենք խոսեցինք նրա շուրջ, ինչպես հասնել հրադադարի եւ իրական խաղաղության։ Խոսեցինք նրա շուրջ, ինչպես պաշտպանել մեր ժողովրդին, գնահատում ենք խաղաղության հասնելու նպաստելու ուշադրությունն ու պատրաստակամությունը, հայտարարել է Զելենսկին։ Հագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունման տեքստի համաձայն Դաշինքի անդամ երկրների առաջնորդները պարտավորվել են մինչև 2035 թվականը տարեկան ներդնել հնայի 5% պաշտպանության եւ անվտանգության հետ կապված ծախսերի համար, ապահովելու մեր անհատական եւ կոլեկտիվ պարտավորությունները։ Իհարկե դա հրաշալի է Եվրոպայի տեսանկյունից էլ, մեր տեսանկյունից էլ, եւ թե Եվրոպան դառնա ուժի կենտրոն, դառնա բևեռ, իհարկե շատ կարևոր է ու շատ արժեքավոր, որտեղ այն արժեհամակարգը, որ իրանք ընդհանրական ունեն, այդ արժեհամակարգ ունեցողները, եթե իրանց անվտանգության խնդիրը լուծեն, իրոք կդառնան ուժի բևեռ, բայց ես միշտ ասել եմ, չեմ հոգնի մի հատ էլ ասելու, ես մրցակից Ամերիկա եւ Եվրոպա չեմ պատկերացնում, որ կարող են նման քայլի գնալ։ Ես պատկերացնում եմ, որ իրար աջակից լինելով Ամերիկան վերականգնի միաբևեռ աշխարհի
միակ բևեռը ելնելու հնարավորությունը եւ զուգահեռաբար օգնի, որ երկրորդ բևեռը դառնա Եվրոպան, Ռուսաստանին ասպարեզից հանեն իր ազդեցությունը մեծացրած պատճառով, որտեղ ինքը ագրեսիա է բանացնում եւ պայմանավորվածության արդյունքում Չինաստանի հետ պայմանավորվեն, դարձնեն նրան երկուսով ընտրեն որպես երրորդ բևեռ, որ Չինաստանը ինքնուրույն խաղեր չտա, տեղավորվի խաղի կանոնների մեջ։ Սա կլինի իդեալական, սա իմ ցանկությունը չասեմ, որտեղ ցանկությունը դեռ իրականացնել է պետք, դա ուղղակի համարեք ասեմ երազանք, որտեղ ես չեմ պատկերացնում մրցակից կամ հակամարտող Եվրոպա ու Ամերիկա, ուղղակի չեմ պատկերացնում, դե հիմա դա էլ իմ թերությունն է, ինչ անեմ։ Հայտարարությունը 5 կետ է պարունակում, ուղղակի կարճ անդրադառնամ փաստաթղթում ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրները վերահաստատել են իրենց ամուր պարտավորությունը աջակցելու Ուկրաինային, ընդգծելով, որ Ուկրաինայի անվտանգությունը նպաստում է ոչ դաշինքի անվտանգությունը։ Հայտարարության համաձայն այդ նպատակով Ուկրաինայի պաշտպանությանն ու անվտանգության արդյունավետաբերությանը ուղղված անմիջական ներդրումները կհաշվարկվեն դաշնակիցների պաշտպանության ծախսերի մեջ։ Տեսեք, Ամերիկան էլ է համաձայնվել։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանության սկզբունքին, որը ամրագրված է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածում, մեկի վրա հարձակումը բոլորի վրա հարձակում է, ասված է հայտարարությունում, որտեղ ժամանակին, երբ որ Դոնալդ Տրամպը շանտաժեր անում 5%-ի հարցը չլուծեք, ձեր անվտանգությունը չենք պահի, հիմա եվրոպական երկրները անգամ դրել են ցամաքային սահման են սարքում արդեն այնպես են անում, որ արդեն սահմանը Ռուսաստանի հետ հարևան պետությունները առանձնանան, տարանջատվեն Ռուսաստանից, որտեղ անընդհատ Իրանից սպասում են, որ նա կարող է ցամաքային գործողությունների անցնի, հսկայական ծախսեր են անում, բայց դա նաև իլուր աշխարհի ցույց են տալի, որ մենք իրական վտանգ ենք տեսնում հարևան երկրները, անգամ ՆԱՏՕ-ի անդամ հարևան երկրները Ռուսաստանի նկատմամբ։ Փաստաթուղթը պարունակում է առանձին կետ Եվրոատլանտյան անվտանգության համար Ռուսաստանի կողմից սպառնացող երկարաժամկետ վտանգի մասին։ Այո, ինչ որտեղ վերապահումով, բայց այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնվեց այս բոլոր կետերին։ Ես սա է պատճառը, որ հիմա նոր իրավիճակ է աշխարհում, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացավ, թե ոնց է Ռուսաստանն իրան դատապարտում Իրանի հետ կապված քայլերի։ Բայց երբ որ Ռուսաստանը առնում էր զենք Հյուսիսային Կորեայից, առնում էր Իրանից եւ հարվածում էր Ուկրաինային, այդ ժամանակ Դոնալդ Տրամպը արդարացնում էր Ռուսաստանին։ Եթե դու մեկին արդարացնես, նա քեզ կդատապարտի իհարկե։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը 2025 թվականին Ուկրաինային ավելի քան 50 միլիարդ եվրոյի սպառազինություն կտրամադրի։ ՆԱՏՕ-ի նպատակը ոչ միայն Ուկրաինայի մարտունակության պահպանումն է, այլև երաշխավորելը, որ Ռուսաստանը ապագայում չկարողանա կրկնել ագրեսիան։ Իհարկե բոլորս նաև աշխատում ենք խաղաղության համաձայնագիր կնքելու կամ երկարաժամկետ դաշտություն հաստատելու ուղղությամբ։ Դրանից հետո մենք պետք է համոզվենք, որ Ուկրաինան ունի ամեն ինչ, որպեսզի Վլադիմիր Պուտինը երբեք չփորձի դա կրկնել ապագայում, հավելել է Ռյուտեն։ Ինչպես տեսնում եք, այս հարցում շատ կարևոր է, որ միասնական ձևով հանդես են գալիս եւ իրանց համառությունը այնուամենայնիվ նաեւ փոխեց Դոնալդ Տրամպի վերաբերմունքը այս ամեն ինչի նկատմամբ, ինչը շատ ողջունելի է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, քանի որ Ռուսաստանի, այս իրավիճակի հետ կապված հիմա տեսեք, քանի որ Ռուսաստանի հետ բանակցությունները փակուղի են մտել, որ Մոսկվան կարծում է, որ կարող է իր տարածքային նպատակներին հասնել մարտի դաշտում, ինչի հետ Վաշինգտոնը համաձայն չէ, բայց հիշում եք, ասում են, դե Ռուսաստանը հաղթաթուղթ ունի, ինքը այդ տարածքները գրավել է, բա տենց պետք է խոսա, բա ինչ պետք է անի, իսկ Ուկրաինան հաղթաթուղթ չունի։ Հիմա ինչպես տեսնում եք, Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինային այդ հաղթաթուղթը տա եւ Ռուսաստանից նեղացած է, որտեղ Ռուսաստանը Ամերիկային ագրեսոր է համարում։ Մեր ըմբռնումով ռուսները կփորձեն մարտի դաշտում հասնել նրան, ինչ պահանջում էին բանակցությունների սեղանի շուրջ, այն է պահպանել որոշակի տարածքների վարչական սահմանները եւ այլն, ասել է Ռուբիոն։ Մենք հավատում ենք, որ նրանց համար շատ ավելի դժվար կլինի հասնել դրան, քան կարծում են։ Ինչպես տեսնում եք,
Այնինչի մասին, որ պարզապես մտածում ենք պարբերաբար, որ ի վերջո Միացյալ Նահանգները կփոխվի։ Շատ վատ է, որ Միացյալ Նահանգների նախագահը փոխվեց, երբ որ Իրան նման ձևով մեղադրեցին։ Մեղադրեց մի երկիր, որ ինքը ագրեսոր է, մեղադրեց մի երկիր, որը մտել էր հարևանի տարածք, ինքը հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, բայց Ամերիկայի մեղադրում, որ դու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ ես, գնում ես սուվերեն պետությանը ռմբակոծում ես, բա կարելի է, իհարկե, եթե ագրեսորին չմեղադրես, ինքը քեզ կմեղադրի։ Հիմա Դոնալդ Տրամպին Տրամպը բացատրել է, թե ինչու չի կարողացել 24 ժամվա ընթացքում վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան սկզբում պատկերացնում էր։ Ուկրաինայում պատերազմն ավելի բարդ է, քան մյուս պատերազմները։ Տրամպն ընդգծել է, որ 24 ժամվա ընթացքում պատերազմին վերջ դնելու իր խոստումը սարկազմ է եւ չպետք է բառացիորեն ընդունվի։ Բայց սարկազմը, որ ասվել է, բառացիորեն չպետք է ընդունվի։ Հիմա այդ մարդիկ, որ այդ խոսքին հավատացին, որ դու պատրաստ ես պատերազմը դադարեցնել, ամերիկացու փողերը չես ծախսելու, հերիքա մեր պահեստները դատարկեք տակ Ուկրաինային, հերիքա գա մեզանից փող տանի, վերջապես պատերազմը պետք է դադարեցնենք։ Այդ քվեար թերթիկները, որ Դոնալդ Տրամպը ստացավ, վրան գրած էր ինչ սարկաստիկ քվեաթերթիկներ, իրանց սարկազմով էին իրանք այո քվեարկել, ուզում եմ իմանամ, դա հետո ոնց է արտահայտվելու։ Հիմա այդ մարդկանց ասա, մենք խնդիր չունենք, մենք ասել ենք, որ դրան չենք հավատում, կյանքը ցույց տվեց, որ չպետք է հավատայինք, բայց այն մարդիկ, ովքեր հավատացել են, ձայն են տվել, բայց նրանք ինչ են մտածում, այդ ուղղությամբ մտածենք։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է այն պատճառները, թե ինչու իր կարծիքով Ուկրաինան չպետք է դառնա Եվրամիության անդամ։ Սա շատ հետաքրքիր է։ Մեդվեդևի խոսքով այսօր Եվրամիությունը քաղաքականացված, գլոբալիստական եւ որոշ ժամանակ է մոլի ռուսատյաց կազմակերպություն է, որը ռևանշ է երազում Ռուսաստանի հանդեպ։ Հետաքրքիր է, Եվրամիությունը երբ է Ռուսաստանին տարվել, որ հիմա էլ ռևանշ է երազում։ Կարող է այդ Գերմանիայի հետ որ կռվել է, դրա ռևանշը Եվրամիությունն է ուզում տա։ Դմիտրի Մեդվեդևը նայել է, որ Եվրամիությունը ահագին ուշ է ստեղծվել, քան Գերմանիան պարտվել է։ Դե չգիտեմ, կարող է ուշադիր չի եղել։ Այժմ նրա հիմնական գաղափարախոսությունը գազանային ռուսատյացությունն է, ծնված թվացյալ ռուսական սպառնալիքից, որն իրենք են հորինել իրենց մանրապճեղ խնդիրները լուծելու համար։ Այն դեպքում, երբ որ մոռանում է, որ եվրոպական երկրներ կային, որ ֆաշիզմի դեմ, նացիզմի դեմ կռվում էին, էլի, գոնե եվրոպական այդ հարցում միասնական չասես, էլի։ Դանդաղ, բայց հաստատուն կերպով Եվրամիությունը վերածվում է ինքնաբավ ռազմական բլոկի, այսինքն արդեն անհանգստանում են, որ իրանք զինվում են եւ ռազմական ծախսերը մեծացնում, որը պետք է աստիճանաբար սկսի մրցակցել ՆԱՏՕ-ի հետ, հատկապես Թրամփի ժամանակաշրջանում։ Բրյուսելյան խավարասերները եւ Եվրամիության ոչ հեռու երկրների ղեկավարները հրճակում են սեփական պաշտպանական ռազմավարությունը, հայտարարելով վերազինման դարաշրջան մտնելու մասին։ Այսպիսով Ուկրաինան ԵՄ-ում վտանգ է Ռուսաստանի համար, նշել է Մեդվեդևը։ Տնտեսական կառույց մտնելը վտանգ է Ռուսաստանի համար։ Պատկերացրի, պարզ ասում է ինչի համար չենք ուզում մտնես։ Այս վտանգի ամբողջացումը կարող է երկակի լինել։ Առաջինը, կամ ինքը ԵՄ-ն է գիտակցելու ու Կիևյան քվազի պետությունն իրեն ըստ էության պետք չէ, կամ ինչն անշուշտ ավելի նախընտրելի է, որ պարզապես որևէ մեկը չլինի, որ ԵՄ մտնի։ Այսինքն Ուկրաինան վերանա, որ ԵՄ չմտնի։ Եվ այս մարդը անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ, նախկին վարչապետ եւ իշխող քաղաքական ուժի ղեկավար։ Հիմա ես մի հատ կարճ բան կարդամ 2010 թվական 16 հուլիս։ Ռուսաստանն ինքն է շարժվում դեպի արևմուտք, այս որ ինքը Եվրամիությանը անուն էր դնում։ Արձանագրում է Էդվարդ Տանտինը։ Էդվարդ Տանտինն առավոտի ուշադրությունը հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա։ Ռուսաստանի նախագահ, այդ ժամանակ Մեդվեդևը նախագահ էր, այս որ սեն ճոռոմ խոսում է։ Վերջերս հայտարարեց, որ իրենց երկրի արտաքին քաղաքական հայեցակարգի օրակարգում առաջին հերթին Եվրամիությունն է, երկրորդ հերթին ԱՄՆ-ը եւ երրորդ հերթին ԱՊՀ երկրները։ Ինչն է շատ տարօրինակ։ Տարիների ընթացքում անընդհատ ներկայացնում էինք, որ Հայաստանի համար որպես արտաքին քաղաքական զարգացման ուղենիշ պետք է լինի եվրոինտեգրացիան։ Նշում էինք, որ արևելքում մենք նման համակարգեր չունենք, որ մենք քաղաքակրթական արժեհամակարգային առումով դեպի արևմուտք ենք, բայց Հայաստանում փորձում էին ճնշել այդ կարծիքները, անգամ որպես
Մենք չպետք է դավաճանենք Ռուսաստանի շահերին, պետք է շարժվենք դեպի Ռուսաստան։ Այսօր ինչ է ստացվում։ Ռուսաստանն ինքն է շարժվում դեպի արևմուտք։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք գնում ենք Ռուսաստան, մեկ էլ տեսնում ենք, որ Ռուսաստանը տեղում չէ, բայց տարածքում է, եւ Ռուսաստանը դեպի արևմուտք է գնացել։ Սա այն նույն Դմիտրի Մեդվեդևի համար, որը այսօր երբ որ մեղադրում է, որ ռևանշ է ցկտում Եվրամիությունը, մոռանում այն նկատի ունենա, որ իրանք եվրոինտեգրացիայի ճանապարհով էին գնում եւ արտաքին քաղաքական գերակայության առաջի տեղում Եվրամիությունն էր որպես գործընկեր։ Եվ ինչից սկսվեց, որ իրանք երես թեքեցին եւ գնացին իրանք թաթարական ակունքների շուրջ, թեքվեցին դեպի արևելք, որովհետեւ 2014 թվականին օկուպացրեցին Ղրիմը։ Այս սա էր պատճառը, որ Եվրամիությունը հասկացավ, որ գործ ունի օկուպանտի հետ։ Այս սա էր պատճառը, որ հասկացավ, որ այդ վտանգը մշտապես իրան գլխին կախված է։ Ինչ որ ժամանակ ասին դե լավ, ոչինչ, մի բան էլ զիջենք, Ուկրաինային ասին Ղրիմից հրաժարվի։ Այնպես չի, որ շատ եվրոպական ղեկավարներ ասում են, որ համարի, որ Ուկրաինա Ղրիմը կորցրել է, ինչ որ միտեղ նաև վիճելի է մեկից մեկին անցել եւ այլ եւ այլ։ Բայց դա այնց հետո բա Դոնբասը ինչ եղավ։ Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիան, Խերսոնը, երբ որ Ռուսաստանն ասում է ինչը վերցրել եմ իմ զինվորը մտել է իմնա, բա դրա մասին ինչ ասենք։ Եվրոպան դրա համար է հակառակորդ դարել, որ ասում է ագրեսորը չպետք է իր քոչվորի հոգեբանությամբ գնա մեկ ուրիշի տարածքը վերցնի, որովհետև հենց Ռուսաստանը հիշում է իր թաթարական ծագումը, հիշում է, որ իրանք քոչվորի հոգեբանությունն են։ Եթե իրանք երկիրը չեն կարողանում լավ կառուցել, պետք է մտնեն հարևանի տարածքը վերցնեն։ Դրա համար բոլոր հարևանները վտանգ են տեսնում, որովհետև քանի գնալով Ռուսաստանի կենսամակարդակը իջնում է, դրա դիմաց իրանք ինչ պետք է անեն, տեսնեն ում կենսամակարդակն է բարձր, հարձակվեն դրա վրա։ Մենակ նա չի, որ տարածք վերցնեն, նաև նրա համար, որ ժողովրդին ասեն, գիտեք ինչի եք վատ ապրում, որտեղ մենք տարածք ենք վերցնում, մենք հավաքող ենք, տարածք հավաքող ենք։ Իսկ մեկը չի ասում, այդ տարածքը, որը որ հավաքում ես, ինչքան է Չինաստանին հանձնում։ Մի հատ էքսկուրսիա կազմակերպեք, տարեք ցույց տվեք։ Մի հատ տեսնեն, թե ինչա կատարվում։ Դե ինչ, շատ չհոգնեցնեմ ձեզ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։